Անցյալում դիվանագիտությամբ հիմա արդեն զայրույթով լցված Միացյալ Նահանգների ղեկավարը, որը Սպիտակ տուն վերադառնալուց հետո ընդգծում էր լավ հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ, այժմ դժգոհությունների մասին է գրում սեփական սոցցանցում։ Թրամփը հազվագյուտ մետաղների հարցով Ուկրաինայի հետ համաձայնություն ստորագրելուց հետո առնվազն դիվանագիտական մակարդակում չի կոպտում Ուկրաինայի նախագահ Զելենսկիին։ Ավելին, այժմ էլ սահուն կերպով կարծես լքում է Ռուսաստանին որպես աջակից։ Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել, նախորապես խելագարվել է։ Նա անտեղի շատ մարդկանց է սպանում եւ ես միայն զինվորների մասին չեմ խոսում։ Հրթիռներ եւ անօդաչու սարքեր են ուղարկվում Ուկրաինայի քաղաքների վրա առանց որևէ պատճառի։ Ես գոհ չեմ Պուտինի արածից։ Նա շատ մարդկանց է սպանում եւ ես չգիտեմ թե ինչ է պատահել Պուտինի հետ։ Ըստ ուկրաինացի պաշտոնյաների Մոսկվան ուրբաթ օրվանից սկսած 3 գիշեր անընդմեջ հարձակվել է Ուկրաինայի տարածքի վրա, սպանելով առնվազն 29 եւ վիրավորելով տասնյակ մարդկանց։ Շաբաթ եւ կիրակի օրերի ռմբակոծությունը դարձել է պատերազմի ընթացքում ամենամեծ օդային գրոհը հրթիռների ու դրոնների քանակով։ Աշխարհը կարող է արձակուրդ գնալ, բայց պատերազմը շարունակվում է անկախ նրանից աշխատանքային թե հանգստյան օր է։ Դա անտեսել չի կարելի։ Ամերիկայի լռությունն ու աշխարհի մյուսների լռությունը միայն քաջալերում են Պուտինին։ Թրամփն էլ իր հերթին քննադատության սլաքներն ուղղել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որն Ամերիկային մեղադրում է այսպես կոչված լռության համար։ Նախագահ Զելենսկին իր երկրին ոչ մի լավություն չի անում խոսելով այնպես, ինչպես խոսում է։ Նրա բերանից դուրս եկող ամեն ինչ խնդիրներ է առաջացնում, ինձ դա դուր չի գալիս եւ ավելի լավ է դադարեցնի։ Թրամփի այս միջամտությունը, որն արվում է պատերազմի վճռորոշ պահին, արևմուտքում դիտարկվում է որպես ակնարկ, որ Սպիտակ տունը հիասթափված է Պուտինի 30-օրյա հրադադարի առաջարկը մերժելուց։ Իսկ Կրեմլն արդեն երկուշաբթի փորձել է նսեմացնել Թրամփի հայտարարության նշանակությունը, այն որակելով էմոցիոնալ արձագանք։ Սա շատ կարևոր պահ է, որը պայմանավորված է բոլորի էմոցիոնալ գերլարվածությամբ եւ նման արձագանքներով։ Մոսկվան իրապես երախտապարտ է ամերիկացիներին եւ անձամբ նախագահ Թրամփին Մոսկվայի եւ Կիևի միջև հարաբերություններ սկսելու ջանքերի համար։ Թրամփը լրագրողներին տեղեկացրել է նաև, որ անվերապահորեն քննարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները։ Միացյալ Նահանգների ղեկավարը նախկինում նշել էր, որ չի միանա որևէ նոր պատժամիջոցի, քանի որ կարծում է, որ առաջընթացի հնարավորություն կա։ Ամեն դեպքում Սպիտակ տան արդեն նոր, անկեղծ ու պահանջկոտ հռետորաբարությունը հուշում է, որ պատերազմի ավարտը դեռ շատ հեռու է։ Մանավանդ, եթե կողմերը չփոխեն իրենց գործողությունների տրամաբանությունը։ Հանա Հրապետյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։